Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցման արարողությանը։ Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող այս եկեղեցին ավերվել էր եւ ժամանակավոր դադարեցրել գործունեությունը։ 2024 թվականին կառավարությունը հատկացրել էր 64 միլիոն դրամ եւ նախատեսել աշխատանքներն ավարտել 2025 թվականի տարեվերջին։ Փաշինյանի հետ արարողությանը ներկա են եղել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ու ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Երևանի Շիրակի փողոցի պայստուն բռնկված հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին 0:22-ին, մարվել 4:18-ին։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր էր մեկնել 8 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը տեղի աշխատակիցներ են փորձել պայքարել կրակի դեմ։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Մայիսի 1-ին բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը դեռևս տեղեկություն չի հայտնել։ Մայիսի 5-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվել է աշխատանքը կազմակերպել հեռավար, ըստ անհրաժեշտության։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման եւ անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։ Իրանի բարձրաստիճան զինվորականը հավանական է համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսումը։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության վերսկսումը հավանական է եւ առկա փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի։ Իրանական Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Ջաֆար Ասադին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ կոչ է արել ամերիկյան հանրությանը պատասխան պահանջել իր կառավարությունից Թեհրանի նկատմամբ վարած թշնամական քաղաքականության համար։ Ըստ Բաղայի ԱՄՆ ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի, այլև բարոյական պարտավորություն իր առաջնորդներից պատասխան պահանջելու, ապօրինի պատերազմ պարտադրելու եւ իրանցի ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ կատարելու համար։ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմը ավարտված է համարում։ Սպիտակ տունն այսպիսի հաղորդագրություն է ուղարկել Կոնգրես, հայտնում է Associated Press գործակալությունը։ Վերլուծաբանները սակայն չեն շտապում ռազմական գործողությունների վերջնական ավարտի մասին խոսել, քանի որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ սկսել էր առանց Կոնգրեսի համաձայնության։ Իրանի հետ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը մի քանի փորձ արեց բանաձև ընդունել, որով կարգելվի ԱՄՆ նախագահին պատերազմներ սկսել առանց Կոնգրեսի թույլտվության։ Բանաձևի քվեարկությունները միշտ տապալվում էին, քանի որ Թրամփի հանրապետական օրենսդիրները մեծամասնություն են ԱՄՆ Կոնգրեսում։ ԱՄՆ Կոնգրեսին Իրանի հետ պատերազմի ավարտի մասին հայտնելուց ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկից։ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ այս պահին հեռախոսային բանակցություններ են ընթանում։ Նախագահ Թրամփի պնդմամբ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, քանի որ երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում։ Նրանք ուզում են գործարք կնքել, որովհետև նրանց մոտ բանակ չի մնացել, ասել էր նա։ Թրամփը նաև հայտնել էր, որ ինքը չի ուզում այլևս պատերազմել, բայց այն շարունակում է մնալ տարբերակներից մեկը։ A missile fragment falling to the ground and exploding in Doha, the capital of Qatar. Իրանական հարվածներից մերձավոր արևելքում ամերիկյան 16 ռազմաբազաներ հիմնահատակ ավերվել եւ դարձել են օգտագործման համար ոչ պիտանի։ CNN-ի հետաքննության համաձայն Իրանի թիրախում են հայտնվել տարածաշրջանի գրեթե բոլոր առանցքային կետերը, այդ թվում Քաթարում գտնվող խոշորագույն ավիաբազան։ Այն ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության հենասյունն էր, որտեղից վերահսկվում էր 21 երկրների օդային տարածքը։ Ավիաբազան թիրախավորվել է առնվազն 2 անգամ, կատվածահար անելով կառավարման համակարգը։ Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տասնամյակներ հենվել է հենց այս ենթակառուցվածքների վրա, որոնք ապահովում էին լոգիստիկ եւ օպերատիվ առավելություն։ Իրանի նման մասշտաբի եւ ճշգրտության հարվածները վկայում են այդ երկրի հրթիռային տեխնոլոգիաների զգալի առաջընթացի եւ հոբ համակարգերը
շրջանցելու կարողության մասին։ Նմանատիպ ավերածությունները ոչ միայն ռազմական հարված են, այլև աշխարհաքաղաքական լուրջ ազդակ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության եւ ամերիկյան զորքերի հնարավոր վերատեղակայմանը կամ ամբողջական դուրսբերմանը։ From the war last June. Իրավիճակը ստիպում է նաև վերանայել Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը, քանի որ անխոցելի համարվող ամերիկյան հենակետերի կորուստը խոցելի է դարձնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին։ Security target and hit an apartment building or Ստամբուլում 400 մարդ է բերման ենթարկվել մայիս 1-յան երթի ժամանակ։ Փողոց դուրս եկածները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել ու սկսվել են բախումներ։ Իրավապահները արցունքաբեր գազ են բաց թողել ամբոխին ցրելու համար։ Թաքսիմ հրապարակը խորհրդանշական նշանակություն ունի Թուրքիայի բանվորական շարժման համար, հատկապես 1977 թվականի մայիսի 1-ի իրադարձություններից հետո, երբ բազմամարդ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի։ Իշխանություններն արգելել են բողոքի ցույցերը հրապարակում 2013 թվականի Գեզի այգու իրադարձություններից հետո։ Այդ տարի նույնպես զանգվածային անկարգություններ ու բախումներ են եղել։ Այսօր Ստամբուլի փողոցներ լցված ցուցարարները բողոքել են երկրի տնտեսական ճգնաժամից։ Թուրքիայում գնաճը հասնում է 40%-ի։ Մայիս 1-յան ցույցեր են տեղի ունեցել Փարիզում, առավոտից փակվել են 1 տասնյակից ավելի մետրոյի կայարաններ, սահմանափակվել է վերգետնյա տրանսպորտի շարժը։ Այսպես ոստիկանները փորձել են հնարավորինս կանխել բախումները ցուցարարների հետ, սակայն դրանից խույս տալ չի հաջողվել։ Աշխատավորների իրավունքների պաշտպանության եւ աշխատանքային պայմանների բարելավման պահանջներից բացի, այս տարի ցուցարարները դժգոհել են աշխարհում չվերջացող պատերազմներից, որ թանկացնում է կյանքը Եվրոպայում։ Հաց, խաղաղություն եւ ազատություն կարգախոսով ցուցարարները պահանջել են քայլեր ձեռնարկել կանխելու վառելիքի աննախադեպ թանկացումը եւ որ չեն ուզում իրենք վճարել պատերազմների գինը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի մարզի Իսկիտիմ քաղաքում, կրակնարագորեն տարածվել է առևտրի կենտրոնի տանիքում։ Կեսգիշերին բռնկված հրդեհը մարվել է միայն առավոտյան։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի փրկարար ծառայությունը, շուրջ 5000 քառակուսի մետր տարածքում գտնվող կենտրոնը բավականին մեծ վնասներ է կրել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։